Persona non grata թե ընդդիմադիր սփյուռքահայերին լրացնելու փորձ։ Արդեն 3 տարի է ֆրանսահայ Նժդե Գարագավորյանի մուտքը Հայաստան արգելված է եւ նա չի կարողանում հայրենիք այցելել։ Բացատրությունները այդպես էլ չի ստանում։ Իր իրավունքը փորձում է վերականգնել դատարանում, սակայն դեռևս դրական արդյունք չկա։ Ֆրանսահայ երիտասարդը համոզված է, այդ ամենը կախված է մեկ անձից եւ այդ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Նժդեհի բախտին արժանացել է եւս 16 հայ։ En vérité, dans les rapports qu'on a reçus, Ճիշտն ասած, ԱԱԾ-ից ստացված զեկույցներից մենք իրականում չենք հասկանում, թե կոնկրետ ինչում են ինձ մեղադրում։ Խոսում են ազգային անվտանգության մասին, պետական գաղտնիքների մասին եւ այլն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը դատարկ խոսակցություններ են։ Մենք շատ բաց, երբեմն նույնիսկ կատաղի կերպով ընդդիմախոսել ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Ճիշտ է, Հայաստանի մեր գործընկերները փորձում են անել անհրաժեշտը դատարաններում իմ իրավունքները պաշտպանելու համար, բայց ցավոք դա ոչնչի չի հանգեցնում։ Տպավորություն է, որ ամեն ինչ կախված է մեկ անձից, եւ դատավորները, փաստաբանները ոչ մի ազդեցություն չունեն։ Հույս ունենք, որ մի օր ինչ-որ մեկը կունենա քաջություն եւ ուժ ասելու, որ այս գործը շինծու է, բայց առ այսօր մենք նման դատավորի չենք հանդիպել։ par Pachignan. Նժդեհը պատմում է, շատ կապված է եղել Արցախի հետ։ Պատերազմից հետո նույնիսկ հասել է այնտեղ հումանիտար օգնությամբ։ Ֆրանսիայում դրամահավաք է անցկացրել, 650 գազի բալոն է գնել իր ընկերների հետ եւ բաժանել Արցախի անապահով ընտանիքներին։ 2021-ի ամանորը դիմավորել է այնտեղ, ասում է, կորցրինք Արցախը, իսկ հիմա նույնիսկ չի կարողանում Հայաստան գալ, ծանր ապրումներ ունի։ Dans les années du génocide, Ցեղասպանության տարիներին լինի Ստամբուլում թե այլուր շատերը կարծում էին, թե օսմանցիների հետ հնարավոր է խաղաղ ապրել։ Այո, իհարկե, ոմանք լավ էին ապրում Կոստանդնուպոլսում, բայց նրանք բոլորը խոշտանգումների ենթարկվեցին, կախվեցին, գլխատվեցին մի քանի օրվա ընթացքում։ Ուստի նույնիսկ եթե այսօր ոմանք պնդում են, թե որոշակի սոցիալ-տնտեսական բարելավում է զգացվում Հայաստանում, բայց չէ որ մի կողմից մենք կորցրինք Արցախը, կորցրինք Հայաստանի վահանը։ Մյուս կողմից քաղաքական դատական ճնշումները հասնում են գագաթնակետին։ Տեսնում ենք 17 արդարների գործը, տեսնում ենք լրագրողների գործը, որոնք բանտարկվում են հայտնի փոդքասթից մեկ օր հետո, որի ժամանակ որոշ թեմաների եւ որոշ մարդկանց մասին առանց ձևականությունների բաց ու հստակ խոսք են ասել։ Սա անթույլատրելի է։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես Ֆրանսիայի կամ արևմտյան երկրների որոշ դեսպանատներ տեսնում են այս ամենը եւ չեն արձագանքում։ Պատկերացրեք Ֆրանսիայում ինչ-որ մեկին այս նույն մեթոդով ձերբակալեին եւ բանտարկեին, ինչպես եղավ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի դեպքում։ Պատկերացնենք այս նույն սցենարը Ֆրանսիայում։ Երկու լրագրող վատ են արտահայտվում նախագահ Մակրոնի կամ վարչապետի մասին։ Հաջորդ օրը դիմակավորված ոստիկաններ զենքով գան այդ մեդիա գործիչների հետևից։ Դա իսկական սկանդալ կլիներ, բայց Հայաստանում ըստ երևույթի այսօր այն ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը ընդունելի է, անդուրժելի է։ Ենթադրում եմ, որ դա աշխարհաքաղաքական առուծախի մեջ Փաշինյանին իր տեսակով որոշակի լավություն անելու համար է։ Իսկ արդյոք Ֆրանսիայի հայ համայնքում կան երիտասարդներ, որոնք շարունակում են պայքարել հայ դատի համար, ինչպես անում էր ժամանակին ավագ սերունդը, թե Հայաստանում եղած պառակտումն ու ատելության խոսքը հասել է նաև այնտեղ, իսկ ոմանք նույնիսկ համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ։ Բոլորի անունից Նժդեհը պատասխանելու իրավունք իրեն չի վերապահում, սակայն խոսում է իր տեսածի ու լսածի հիման վրա։ Il y a beaucoup de gens qui aujourd'hui sont touchés par la rhétorique de Pachignan qui disent Շատ մարդիկ այսօր բարոյալքված են։ Ասում են, որ վերջ, մենք պարտվել ենք, պետք է ընդունել իրականությունը, պետք է բացել խաղաղության դարաշրջանը թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Մենք այդքան էլ վատ չենք ապրի ադրբեջանական գազով, Թուրքիայի հետ առևտրով եւ այլն։ Այս կարծիքը իհարկե քչերն ունեն, բայց ցավոք հավատում են այդ թեզերին։ Սակայն ես կարող եմ պնդել, որ հենց որոշակի գործողություններ արվեն, որոշակի փոփոխություններ տեղի ունենան Հայաստանում, բոլոր իրենց մեջ կվերագտնեն հայրենասիրությունը, որն ունեցել են տասնամյակներ շարունակ։ Դա այն է, որ հայ մարդը, որը պայքարում է իր իրավունքների համար եւ հպարտ է դրանով, հարգանք ունի իր եկեղեցու նկատմամբ, հարգում է ավանդական ընտանիքի գաղափարը եւ հայն այն մարդն է, որը համարում է բոլոր նրանք, ովքեր իրեն զրկում են իր իրավունքներից, իր թշնամիներն են։ Մենք չենք վախենում իրեն իրենց անուններով կոչելուց։ Մենք այսօր ամենուր տեսնում ենք, թե ինչպես են պատերազմ, զոհաբերություն եւ նմանատիպ այլ բառերը վերագտնում իրենց իմաստը։ Իսկ մենք լինելով այս հասարակության մեջ փորձում ենք ջնջել այս բառերը մեր բառարաններից։ Սա ճիշտ ճանապարհ չէ։ Ես Հայաստանի թշնամին չեմ, շեշտում է ֆրանսահայ Նժդեհը եւ հավելում. Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է եւ ոչ ոք իրեն իր արմատներից զրկելու իրավունք չունի։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։